Միևնույն ժամանակ վերացնելով բոլոր տեսակի սահմանափակումները, որոշում հատուկ վերանայման կարգավորը բողոքակիր վերաքննիչ քրեական դատարան ստանալու այս 10-օրյա ժամկետ կա։ Անգելի անդայն վերագրող անդրադառնալիս հրաժարվել խափանամիջոցից Պատվական դատարան կիրոհանադառնալով շահառանավորման հիմքերին յետոս հարկ է նկատել, որ բյուջետական վարույթի ընթացքում մեղադրանքի նկատմամբ տնային կարանքի ժամկետների կազմակերպելու մասին որոշում կայացնելուց ի վեր որևէ արական հանգամանք չի փոխվել։ Նշվածի կապակցությամբ հարկ է փաստել 2025 թվականի դեկտեմբերի 10-ին Երևան քաղաքի առաջադրանքի քահանայության քրեական դատարանի կողմից որոշում կայացնելիս դատարանը ևս համիտ է եղել հարկ իրականացնող միայն մտավախության հետ, որ մեղադրյալը Ազատամեջ դեպքում չի կատարի քրեական դատավարության օրենսգրով կամ դատարանի որոշմամբ իր վրա դրված պարտականությունները։ Պատվական դատարան հարկ է համարում արձանագրել, որ սույն փուլում ևս ազատամեջ մնալու դեպքում մեղադրյալի կողմից քրեական վարություն խոչընդոտելու, այդ թվում ապահովման գործընթացին ապօրինի միջամտելու իր վրա դրված քրեական դատավարության օրենսգրով դրված պարտականությունները չկատարելու հավանականությունը բարձր է։ Նման եզրանկման հիմքում ընկած են հետևյալ հանգամանքները։ Սույն քրեական գործը դեպքում դատականության փուլում դեռևս հետազոտվածային առանցքային նշանակություն ունեցող ապացույցները, գործով հասնում են անձին, ում հետ մեղադրյալը ընդգրկում է որոշակի փոխհարաբերությունների մեջ, հարկ է հաշվի առնել մեղադրյալի ներսագրվող հանցագործության բնույթը, վտանգավորության աստիճանը, այդ թվում նաև հանցավոր մտադրության իրականացման աստիճանը, ենթադրյալ կատարման եղանակը, սպառնացող հնարավոր բաժի խստությունը։ Միաժամանակ հարկ է փաստել, որ դեպի հանցագործության ծանրության աստիճանը չի կարող հիմնավորել ազատությունից զրկելու անհրաժեշտությունը, սակայն մեղադրյալի վերագրվող հանցավոր արարքի բնույթը վտանգավորության աստիճանը ունեն էական նշանակություն նրա հետագա վարքագծի հավանականությունը կանխորոշելու հարցում։ Բացի այդ, հարկ է նկատել, որ քրեական դատավարության օրենսգրքի 116 թվականի մեղադրյալի հավանական գործողությունների մասին հետևությունները պետք է հիմնված լինեն ողջամիտ կասկածների կամ ենթադրությունների վրա, այլ ոչ թե արդեն իսկ կատարված գործողությունների հավաստող փաստերի վրա։ Ամփելով վերաբերյալ արձանագրում է, որ գործում արդեն փաստական տվյալներ, որոնք բավարար են հիմնավորելու մեղադրյալին սույն փուլում ազատության սահմանափակման մեջ քայլելու անհրաժեշտությունը եւ արկա չէ այնպիսի հանգամանք, որի դեպքում կհիմնավորվի առավել պիտանի խափանամիջոց կիրառելու անհրաժեշտությունը։ Այլ կերպ կոնկրետ դեպքում տնային կարանք խափանամիջոցի զատ այլ ընտրական խափանամիջոցները պիտանի չեն հետապնդող նպատակին հասնելու համար եւ իզորու չեն արգելքշորելու մեղադրյալի ոչ իրավաչափ վարքագծի դրսևորման ռիսկը, հնարավորություն տալով ապահովելու անձնական ազատության իրավունքի եւ վերջին հաստատության գործի պաշտպանության հանրային միջև արտադրացի հավասարակշռությունը։ Հետևաբար գտնում ենք, որ մեղադրյալի նկատմամբ իրավաց խափանամիջոց տնային կանանքը անհրաժեշտ է երկարաձգել ևս երկարամիտ ժամկետով, միևնույն ժամանակ պահպանելով դատարանի կողմից 2025 թվականի դեկտեմբերի 10-ի որոշման մեջ արձանագրված սահմանափակումները։ Դիրքորոշումն է խափանամիջոցը։